Կա հանցավորություն եւ կա կազմակերպված հանցավորություն։ Զգում եք, չէ՞ տարբերությունը։ Իհարկե, այն որ յուրաքանչյուր հանցակազմի համար կա անհատական պատասխանատվություն, դա ոնց որ հիմնարար սկզբունքներից է իրավաբանության, բայց մենք պետք է մեզ հարց տանք, սա ինչ էր, այսինքն կա X մարդ, ով ինքնագլուխ, ի հեճուկս իր ազնիվ ուժեղ կուսակցության ինչ-որ ղալատներ է արել առերևույթ, հա, եւ իրավապահ մարմինները բացահայտել են, տարբերակ 1, եւ տարբերակ 2, որ ձևավորվել է մի ենթակառուցվածք հենց այդ ֆունկցիան իրականացնելու համար, հիերարխիկ, իր սուբորդինացիայով, եւ իրավապահ մարմինները ուղղակի բացահայտել են դրա ֆրագմենտներից մեկը։ Եվ այս հարցի պատասխանը մենք ունենք, մենք չունենք։ Մենք ունենք ակնկալիք, որ կունենանք, ակնկալիք կունենանք, ունենք ակնկալիք, բայց կարողություն կա մեկը մյուսից զանազանելու, ես չգիտեմ, կապրենք կտեսնենք, բայց նաև ուզում եմ հարց տալ, սա առաջի դեպքը չի եւ նաև մենք Ռուսաստանից եկած ապօրինի կանխիկ գումարի բացահայտումների դեպքեր գիտենք, չէ՞ էլի շատ հասցեական, ում համար, ինչի համար։